Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բանդանյան հայտարարություն է տարածել Հայաստան խմբակցությունը, պատրաստ է 28 падգամավորների ձայնը տրամադրել իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, բայց նույն հայտարարության մեջ կասկածներ ունեք եւ կասկածներ եք հայտնում process-ի վերաբերյալ եւ նպատակների վերաբերյալ նաեւ, եթե կասկածներ ունեք, ինչի եք այնուամենայնիվ միանում։ Ես ավելացնելու բան չունեմ, Հայաստան խմբակցությունը հավատարիմ մնալով ավելի վաղ արած հայտարարությունը վերահաստատում է իր պատրաստականությունը ապահովելու 28 падգամավորների ստորագրությունը ողջամիտ ժամանակահատվածում այժմ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ պատիվ ունեմ խմբակցության մեր գործընկերների հետ, պատրաստ ենք հավելյալ քննարկումների։ Ֆրակցիայի ղեկավարը ասել է, ես սրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Չէ, հայտարարություն կար, որտեղ ավելի ընդհանրացակ եւ ընդգրկում հայտարարություն կար, որտեղ կասկածներ կային կապված process-ի վերաբերյալ, խոսում էիք այն հայտարարության մեջ, չգիտեմ ծանոթ եք թե չէ։ Ձեր գնահատականն է կասկածը, գիտեք, ցանկացած Չէ, մենք մեկ անգամ եւս ասում ենք, որ մենք այն բոլոր այն ասեկոսեները, խոսակցությունները, որ գիտեք Հայաստան խմբակցությունը տորպեդահարում է, եսի ինչեր էին խոսում, ինչեր էին ասում, փաստորեն մենք եւս մեկ անգամ ասեցին, որ մենք մեր որդեգրած սկզբունքների տերն ենք, բայց սա այս գործընթացը ենթադրում է որոշակի համակարգված, պլանավորած, կազմակերպված աշխատանք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոչ թե ընդամենը լինի գործընթաց, այլ գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին եւ ի վերջո այս ամեն ինչը արվում է մեկ բանի համար՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։ Տեսեք, պակասում է իհարկե քպականների ձայներ, 20 ձայն է պակասում process-ը ձեր ասած տրամաբանական ավարտին հասնելու համար, որևէ ազդակ կա առ այն, որ հնարավոր կլինի ապահովել այդ ձայները։ Դուք նաև տապալման հետևանքների մասին ձեր խմբակցությունը շատ էր խոսում տապալման հետևանքների մասին։ Հիմա, այո, արդեն երկու падգամավոր ասել են, որ չեն միանա, ճիշտ է։ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Այո, դուք տապալման վտանգների մասին խոսում եք, ուրեմն հասկանալ այս պահին այդ վտանգների չեզոքացված են, այսինքն եթե ասում ենք, որ այն պայմաններում, ինչ պայմաններում որ կա այս պահի դրության, որևէ մի նպաստավոր պայման այս պահի դրությամբ ենք ասում, չենք տեսնում, որ ԿՊ падգամավորները եւ ԿՊ-ին գումարած նաեւ այն падգամավորները, որ հիմա այս կամ այն ֆրակցիայի падգամավոր չեն, անկախ падգամավոր են, կմտնեն այս գործընթացի մեջ։ Ինչ որ մի բան իրենց պիտի ստիպի, չէ՞ որ այս գործընթացի մեջ։ Այս կոնկրետ այս պահին այդ ենք ասում ենք այդ բան, բայց հետագայում ինչ զարգացումներ կտան, կլինի ցույց կտա ժամանակ, ես հիմա չեմ կարող եկեղեցու դեմ այս արշավը եկեղեցու դեմ այս արշավը, որ սկսվածը սա կարող է որոշակիորեն նպաստել այդ խմբակցությունից մարդկանց միանալուն կամ միգուցե չեմ կարող ասել, անկեղծ չեմ կարող ասել, չեմ կարող նման գնահատական տալ, որովհետև ես օրինակ իրենց խմբակցության մեջ չեմ տեսել մի падգամավոր, որ քննադատի օրինակ այս համենայն դեպս ես ոչ լրատվամիջոցներով, ոչ իրենց գրառումներով չեմ տեսել, որ իրենք դատապարտեն իրենց ղեկավարի պահվածքը։ Հակառակը տեսել եմ, որ իրենք խրախուսում են, աջակցում են, պաշտպանում են։ Եթե տեսել եք դուք գետ մեկ падգամավորի, որ դատապարտել է, ասեք, միգուցե ես վրիպել եմ, սխալվել եմ։ Բայց միջև այդ չեմ տեսել։ Իսկ տեխնացուն, որ առաջադրում է, պատիվ ունեմ, սա այն տեխնացուն է, որ կկարողանա օրինակ փողոց գեներացնելու համար լինել այդ տեխնացուն եւ կոնսենսուս ապահովել թեկուզ ընդդիմադիր դաշտում։
Գիտեք, ինձ համար անակնկալ էր ճիշտ ասած այդ տեխնացուի ամենևին այդ տեխնացուին որևէ մի կերպ իր արժանինքները չեմ ուզում ստորադասեմ կամ որևէ մի խնդիր ոչ անձնական, ոչ քաղաքական առումով չկա, գիտեմ, որ Մասիսի քաղաքապետն ա եղել եւ իր տարածքում բավականին հեղինակություն հարգանք ունի, այդ այդքանը գիտեմ այդ տեխնացուի մասին։ Հանրապետությունում կկարողանա այդքանը գիտեմ, ես մանրամասն ծանոթ չեմ իր կարողությունների, հնարավորությունների, անկեղծ եմ ասում, ծանոթ չեմ թե ինչ հնարավորություններ ունի, ինչ կարողականություն ունի, ինչ չափով կարա կոնսոլիդացնի, պատիվ ունեմ հայտարարել, որ տեխնացուն Դավիթն է։ Ես ինձ համար կրկնում եմ դա անակնկալ էր եւ այդքանը ես կարծում եմ, որ առհասարակ նման process-ների գեներացման համար իմ կարծիքով պիտի լինի շատ ուժեղ տեխնացու, այսինքն ուժեղ տեխնացուի առկայությունը կարևոր է, կրկնում ես որովհետեւ բան չունեմ, ասենք դեմ արտահայտվելու այդ տեխնացուին, բայց եթե զուտ դրա մասին եք հարց տալիս, թե արդյոք ես կարծում եմ, որ իհարկե հնարավորինս պիտի ձգտենք տեխնացուն այնպիսին լինի, որ տարբեր շերտերի կարողանա համախմբել։ Այստեղ անձերն էլ են կարևոր, բայց անձերից ավելի կարևոր է թե այդ մարդը ինձ համար կարևոր չէ լի, որ կուսակցությանն աներկայացնեմ, որ խմբակցությանն աներկայացնեմ, ամենևին ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը վերջնարդյունքն է, արդյոք այդ տեխնացուն, որին առաջադրենք Դավիթից դուրս կանք, էլի այդ տեխնացուն առաջադրենք, կարողանա այն խնդիրները, որ կա, այսինքն ընդդիմությունը համախմբելու, նաև ԿՊ-ից որոշակի զանգված իր վրա վերցնելու, այսինքն բերելու այդ կարողականությունը ունեցող մարդ ինձ համար ամենաառաջնային այդ է, այսինքն եթե անգամ իմ ամենամոտ ընկերները լինի, հարազատս լինի, բարեկամս լինի, այդքան էական չի, էլի այդ հանգամանքը, ինձ համար էլ եմ ասում, եթե տենց լիներ Հայաստան խմբակցությունը իրենց ներկայացուցիչներից մեկին կառաջադրեր։ Մենք կարծում ենք, որ այս դաշտում մեծ համախմբում անհրաժեշտ է։ Ձեր կարծիքով ինչու հենց այս տեխնացուն ընտրվեց, որովհետև իրենք ավելի հայտնի, ավելի այսպես սուր տեխնացուներ ունեն, ավելի հեղինակ։ Չգիտեմ, այդ հարցը ինձ թվում է իրանց պիտի տակ, եթե չեք տվել։ Ես օրինակ դրանից առաջ շրջանառվում էր Արմեն Աշոտյանի տեխնացությունը։ Ես օրինակ ծանոթ լինելով Արմեն Աշոտյանի հետ, գիտեք, որ շատ լավ եմ վերաբերվում Արմեն Աշոտյանին, ընկերական հարաբերություններ ունեմ Արմեն Աշոտյանի հետ, իր պատրաստության առումով էլ բավականին պատրաստված անձնավորություն է, ճիշտ ամի ինքը տնային կալանքի մեջ է եւ ցանկանում եմ, որ օր առաջ հայտնվի ազատության մեջ, այսինքն ինձ համար գոնե թե այս պարագայում Արմեն Աշոտյանի, ասենք, ոչ թե նույնիսկ եմ կրկնում հարցը անձերի մեջ չի, բայց քանի որ շրջանառվում էր մամուլով նաև այդ քննարկում, հետո պարզվեց, որ Արմեն Աշոտյանը չի Դավիթն է, ինձ համար դա մի քիչ անակնկալ էր էլի, եւ ոչ միայն ինձ համար։ Ես ուզում եի նաև պարոն Դանիելյան, թե կարելի է անդրադառնանք Փաշինյանի այսօրվա հայտարարությանը Վեհարանը ազատել կաթողիկոսից եւ սրա շուրջ առաջարկում է համախմբվել ժողովրդին, սա արդյոք Վեհարանը, որտեղ շատերն հենց այդպես էլ ընկալեցին, Վեհարանը շրջապատելու մասին է խոսքը, որովհետեւ մենք հիշում ենք ազգային ժողովի շրջափակում, մենք հիշում ենք դատարանների շրջափակում, հիմա ինչ նույն օպերացիան ուզում են Վեհարանի մայրաթորին եմ իրականացնել, դուք ինչպես եք տեսնում։ Ասացիք դատարաններն էր, հետո նաև իր հայտնի այդ վնգստացող դատավորների թեման, հետո էլի այլ ազգային ժողովներ, այո, եւ գիտեք ինչ, ես դեռևս մի քանի ամիս, մի քանի տարի առաջ եմ ասել, մի քանի ամիս առաջ եմ ասել, այս մարդը հերթով տարբեր
ուրեմն իշխանական տարբեր ճյուղեր ուզուրպացնելով գնում է։ Դա եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, դա եղել է մարդու իրավունքների պաշտպանը, դա եղել է ուժային բլոկը, դա եղել է հակակոռուպցիոն կոմիտեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ֆեդերացիաները եւ այսպես շարունակ, այսինքն միակ տեղը, որ մնացել է, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանը չի ուզուրպացրել, ազդեցություն չունի, դա Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է։ Եվ սա կոնկրետ նպատակ էր, որ փորձել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ արժեզրկել ամբողջ աշխարհով մեկ, գիտեք, ոչ միայն խոսում էր նրա մասին, որ նոր Հայաստան նոր հայրապետ, այլ կոնկրետ արշավ էր գնում եկեղեցու դեմ։ Դպրոցներից հանվում էին դասագրքերը, գիտեք, որ տարբեր սրբազանների շուրջ ստահոտ, կեղծ, զազրելի, զզվելի խոսակցություններ են գնում, մարդկանց արատավորելով, իրենց բարի համբավը արատավորելով, եւ դրանից հետո արդեն հարցակման ենթարկվեց հենց բուն եկեղեցի, այսինքն այն հաստատությունը, որտեղ որ մեր հայրենակիցները գնում են եւ իրենց հաղորդակցում էին բարձրալի հետ եւ նաեւ իրենց արողությունները եւ ծեսերն էին անցկացնում, ասում են դու որ գնում եք այդտեղ, դա եկեղեցի չի, դա ճուլանը, այսինքն գիտեք, մեր մոտ ճուլանը, այսինքն ինչ են ասում ճուլան էլի, միտեղ որտեղ ինչ ավելորդ բան ես ունենում, զիբիլա, կեղտա ավելորդ բանը տանուց լսում ես անվանելով ճուլան, սրբազաններին էլ անվանելով ճուլանապետեր։ Ու այս ամբողջ շղթայի մեջ տեսեք տենց գալիս է եւ սկսում է հանդիպում է տեղի ունենում Տիրանայում, հայտնի հանդիպումը, բանավոր փոխըմբռնումներ է լինում, ուրեմն դրանից առաջ էլ ու դրանից անմիջապես հետո Ալիա Շուքուր Փաշիզադեն, հիշեցնեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, հայտարարությունը, դուք հայտարարությունն էլ լսեք ինչ ասում, ասում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքականության մեջ ազդեցություն ունենում, Հայաստանի մասին է խոսք, ուրիշ երկրի մասին չի, զբաղվում է եւ սա անթույլատրելի է եւ այլ, դրանից առաջ խոսում էր Մայրաթորի մասին, ասում են այս իրենց հավատքի մեջ իրենք կեղծ են, սենց են, հենց են եւ այլ, այսինքն տարածաշրջանի վտանգ ներկայացնում, էլի շատ հիմարություններ է դուրս տալիս եւ գրեթե նույն տեքստով, գրեթե նույն խոսույթով, նույն բառապաշարով մի բան էլ ավելի վուլգար հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այստեղից ինչ եզրահանգում կարամ կան, որ այս մարդիկ գործում են սինխրոն, հետապնդում են նույն շահերը, նույն կենտրոնից են ուղղորդվում, ունեն նույն նպատակները։ Հիմա այս մարդը առավոտ գիշերը քնում է ստատուսագրում, առավոտը լույսը չբացած 6-ին, 7-ին նորից էլի ստատուսներ է գնում, ամենակեղտոտ բնորոշումները տալով, ամենակեղտոտ խոսույթով։ Հիմա արդյոք սա պատահական է։ Իհարկե ոչ։ Ինչու է հիմա անում։ Խնդիրն է, ինչու է հիմա անում։ Մի քանի տարբերակ կա։ Նախ կրկնում եմ այդ կապը, երկրորդը առաջիկայում սպասվող զիջումները, կորստաբեր ընթացքը շեղելու, այսինքն այն լրջագույն մարտահրավերները, որ կան վտանգային, սոցիալական, տնտեսական, դեմոգրաֆիական եւ այլ։ Իդեպ Արենսյանը հայտարարել է, որ առաջիկայում նորություններ լինեն, սպասվում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն կանենք, ասեն, գիտեք ինչ, մենք մեր բնակչությունը գնալով պակասում է, օրինակ ես պատկերացնում եմ հայտարարությունը պետք է լինի այն մասին, թե որ ժամանակահատվածում ադրբեջանցիները պետք է գան Հայաստանում բնակվեն։ Հիշեցնեմ, որ դրանից առաջ էլ շատ կարևոր մի նյուանս կա։ Խոսում էր մեր խաչերի։ Այս կամ այն բնակավայրում արդյոք պետք է խաչեր տեղադրվեն, թե չէ։ Այսինքն ճանապարհին, գյուղին, սարի գլխին հայտնի արշավ է խաչերի դեմ։ Այսինքն սրանք պատահականություն չեն։
Այս մարդը ուզում է ամեն կոմֆորտ պայման ստեղծի, որ ադրբեջանցիները ենթադրում եմ, ադրբեջանցիները գան եւ այստեղ Հայաստանում որևէ խնդիր չտեսնեն։ Ունենան աղոթատեղիներ, չլինեն խաչեր, որոնք իրենց դիսկոմֆորտ կառաջացնեն։ Այսինքն պետության կազմակերպման process-ն է գնում եւ առաջիկա լուրջ մարտահրավերների չեղելու process-ը գնում։ Եվ այդ պաշտոնում ցանկանում է նշանակել առաջի քայլին ինքը կարողանա այդ ամբողջ այդ խժդժությունը այդ ստեղծի եւ պարակտի եկեղեցին եւ հնարավորություն ունենա իր ազդեցությամբ ինչ որ մեկին կաթողիկոս կարգելու։ Պատկերացնում եք ինչա։ Այսինքն իր գործելավոճը գրեթե բոլոր են ոլորտերում, որ ինքը արել է, կարող է իր օգնականին ասի, մի հատ հարմար չի, կարող ուզենաս կաթողիկոս աշխատես։ Փորձի տանի ինչ որ մեկին դնի։ Այս որ այս մարդը խոսում է նրանից, որ գիտեք ինչ, մարդիկ խախտել են կանոնները, բան եւ այլ եւ այլ։ Երկու կրկնում եմ, պատճառ կարա լինի, համադրությամբ տարանջատված են եկեղեցին եւ պետությունը։ Երկու դեպքում կարա լինի, երբ որ վատառողջա չի կարողանում պարտականությունները կատարի, եւ երկրորդը, երբ որ կաթողիկոսը Աստված հեռու պահի իրանից, Աստված կյանք տա երկար, երբ որ մահանում է մարդը։ Չկա այդ երկու ոչ են կա, հասկանում եք, բայց մարդը գնում է այդ ճանապարհով, ասում է դե իրանք բան չեն անում, ասում է ճիշտ չեն ապրում, ինքը ճիշտ է ապրում։ Ինքը շատ ճիշտ է ապրում։ Շատ ճիշտ ապրում է, ամեն ինչ ճիշտ է անում, իր կարգավիճակն էլ է ճիշտ, ասենք եթե մեկը քեզ հարց տա, բա դու ոնց ես ապրում։ Բա դու ինչ փորձանքներ ես բերել օրինակ։ Պարոն Դարյան, հիմա հարցնեն է թե այս process-ները որքանով կկարողանան գեներացնել այդ հերթական ընդվզումը։ Ես գիտեմ ձեր դիրքորոշումը ամեն դեպքում այս բային փողոցային պայքար սկսելու հետ կապված, բայց եւ այնպես արդյոք սա չի խթանելու հերթական ալիքի բարձրացմանը բողոք։ Եվ տպավորություն ունեք, որ հենց ինքն է փորձում այդ ալիքը բարձրացնել։ Ես չգիտեմ ինքը ալիք է բարձրացնում, թե չի բարձրացնում, չեմ կարող ասեմ։ Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա իրական պատճառները այս ամեն ինչի համար է սա արվում։ Այսինքն այն ճակերտավոր առողջացման ծրագիր ինչ որ ինքը ասում է, ինքը նենց թաթախված է մեղքերի, հանցագործությունների եւ դավաճանության մեջ։ Նախ ինքը այն մարդը չի, որ կարա այդ գնահատականները տա, երկրորդն առհասարակ որևիցե մեկը իրավունք չունի մտնելու այդ բանի մեջ, եւ ի վերջո պետք է մեր հայրենակիցները գալով ձեր հարցին, ի վերջո մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ ոչ թե առանձին վերցրած այս կամ այն անհատի համար կռիվ է, այլ արժեքների համար, արժեքների պայքար է, սա լինելության պայքար է, սա հայրենիք պետություն ունենալու պայքար է, եւ ի վերջո մենք էլ պետք է կարողանանք ցույց տալ այն ճանապարհը, մարդիկ, որոնք որ քաղաքականությամբ են զբաղվում, այն ճանապարհը, որով որ կարողանանք մեր ժողովրդին համոզել, բացատրել, ասել, որ ճիշտ ճանապարհը այս ճանապարհն է։ Երբ որ կարողացանք համոզել, երբ որ կարողացանք ճիշտ բացատրել մեր ժողովրդին, ես համոզված եմ հաջորդ րոպեից 100,000-ավոր մարդիկ ողողելու են փողոցները։ Բայց դրա պատասխանատուն մենք ենք, այսինքն մենք պետք է կարողանանք այնպես անել, որ հասկացնենք ժողովրդին, որ ինչա կատարվում եւ իրենից ինչա կախված։ Այ հենց որ դա կարողանանք անել, համոզված եմ, որ ամեն ինչ լավ ալներ։ Մենք դե նման փորձեր ունեցել ենք, ամեն հաջորդ փորձի համեմատ ավելի հաջողված ա եղել, բայց համենայն դեպս չեն կարողացել այդ պիկին հասնել։ Էլ կար Սերժ Սարգսյանը խոսում էր փողոցային պայքարի մասին, բան ուզում հասկանալ, այս սրա շուրջ քննարկում Հայաստան խմբակցության հետ առհասարակ եղել է։ Խմբակցության հետ չի եղել, ես չգիտեմ առանձին ինչ որ պատգամավորների հետ առանձին պատգամավորներ ունեցել են, թե չէ չեմ կարող ասել, բայց ֆրակցիայի հետ չի եղել։